Ուրեմն մենք ինչ ենք անելու, ես հողոյ պատրաստի հողով հատուկ պայմաններ ենք ստեղծում, այս բուսականությունը, այս սրանք պիտի տնկվի այս հատվածում, ստեղ տակը շրակ է լցվում առաջինը, հետո դրենաժի համար խողովակներ ենք դնելու, լավ հողային հոնք պատրաստենք, որ այս ամբողջ բուսականությունը տեղավորենք։ Հիմա ինչն ենք անում, նայեք, եսի օրվակույի պատրաստի հողախառնով դա, եսի սենց, այս նույնը բացածա, այս հունքնա, ես էլ ձերի ստացած, երկում է շոտի սենց ենք բերել, տեսեք, հոմոս ալկ սևապող կարմիրավոց խառնած, հիմա ինչ ենք անում, այս երեքը միասին, նորից բեռլիտ ավելացնելով ստանում ենք մի հատ հավեսով հունք, նայեք ինչից է բաղկացած, որ այս ծաղիկների համար պիտանի հունք պատրաստենք, հողային էլի, ծաղկամանի համար էլ այսենց բաներով դրենաժներ ենք սարքելու, այսինքն նպատակը որն է, որ բեռլիտի շնորհքի վրից է բեռլիտ ենք դրել, այսպես բաներ ենք դնելու գրիշկով փակենք ծակեր անենք, որ շնչող բան դառնա։ Այք սա ինչ է, փոքրիկ 32 սարած խողովակներ դրեցինք, ամբողջը ծաղկոտքիներ արեցինք, ինքը փակ ծաղկման այն համակարգը, որ ավելորդ խոնավությունը կարողանա դուրս գա և թթվածնի մուտք դել ապահովի հողի մեջ։ Առայժմ փորում ենք, շուտով կսկսենք տնկել։ Այսենց ավարտեցինք, այս դիզայնը ստացանք։ Կարնևինով տնկեցինք, ֆիտոսպորինով աղտանեցինք հողը, էպինով ցողեցինք, այսենց։